Ռոզալիա Աբգարյանն օրեր առաջ մայիսի 9-ին Մոսկովյան Կարմիր հրապարակում ծանոթ աչքեր էր որոնում, չգտավ։ Զինա զայրկա ֆրի էբանին էի ուզում դունկովա կացային տեսնեմ։ Դասարանի համարձակ աղջիկներն այդ թվում 18-ամյա Ռոզալիան փակեցին դպրոցի դուռն ու առանց երկ մտելու հայրենիքի կանչով մեկնեցին ռազմաճակատ։ Նա Ստալինգրադը վերապրած մոտ 6 տասնյակ վետերաններից մեկն է։ 18-րդ բանակի կազմում էր, որն ազատագրեց Ուկրաինայի, Չեխիայի, Հունգարիայի մի շարք քաղաքներ։ Հաղթանակի ուռան Պրահայում հնչեց։ Հաղորդումը այդ ես ընդունեցի ռադիոգրաման, որ Պրագան գտնվում է վտանգի տակ։ Ամսինին մենք ազատագրեցինք քաղաք Պրագա։ Նախկին կապավորուհին հիշում է, թե ինչպես Նովորոսիսկն ազատագրեցին գերմանացի զավթիչներից։ Շողշողուն մեդալներով ծանրացած կոստյումը տիկին Ռոզալիայի պատերազմական սխրանքների խորհրդանիշն է։ Доктора на рассвете я зашел в соседний сад, там смуглянка молдаванка собирала виноград. Պատերազմական տարիների հիթերը շուրթերին մեծ հայրենականի վետերանն օպերային թատրոն է շտապում, խորհրդային միության զինվորին ոգևորում եւ ուժ էին տալիս հենց հաղթանակի երգերը։ Ֆաշիզմի դեմ հաղթանակած վետերաններին շնորհավորելու է եկել աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի, Ռուսական ակադեմիական անսամբլի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգային ծրագրով։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց մոտ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին խորհրդային միության ժողովուրդները դրեցին ավելի քան 20 միլիոն կյանք։ Հանրապետության նախագահի խոսքով դաժան պայքարում հաղթած ու իրենց սխրանքով երկրներ, ժողովուրդներ, սերունդներ փրկած պատերազմի բոլոր մասնակիցները արժանի են ամենամեծ երախտագիտության։ Նրանք պաշտպանել եւ փրկել են նաեւ Հայաստանն ու նրա ժողովրդին։ Մեծ հաղթանակի օրն ինձ համար առաջին հերթին պատերազմի մասնակիցներին մեծարելու տոն է։ Մենք ավելի ուշադիր պետք է լինենք բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր զոհվեցին ռազմի դաշտում, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր հաղթանակով վերադարձան տուն ու շարունակեցին զբաղվել խաղաղ աշխատանքով, բայց ցավոք այսօր արդեն չկան։ Մենք հատկապես առավել հոգատար պետք է լինենք մեր վետերանների հանդեպ, ովքեր մեր հպարտությունն են եւ իրենց ներկայությամբ կարևոր պատգամ են հղում բոլոր երիտասարդներին։ Մեծ հայրենականին հայրը ցուցաբերեցին հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակներ։ Կարևորագույն մի շարք ցուցանիշներով, այդ թվում սխրագործությունների համար պարգևատրվածների, բարձրագույն զինվորական կոչում ունեցողների, խորհրդային միության հերոսների թվով հայերն առաջատարներից էին։ Խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար զոհերը եւս քիչ չէին։ Մեծ հայրենականին հայերս իրոք լիարժեք ենք մասնակցել, հպարտանալու աստիճան լիարժեք։ Շատ եմ ցավում, որ այսօր 70 տարի անց որոշ գործիչներ ինչ-ինչ նեղ շահերից ելնելով փորձում են դատարկ շահարկումներով հրապարակային մտքեր արտահայտել ֆաշիզմի դեմ մեր ժողովրդի պայքարի ու մեր նվիրվածության մասին։ Նախ բոլորը գիտեն, թե հայերը ինչպես են նվիրվում ճիշտ գաղափարին եւ դա պատմության մեջ մեկ անգամ չի ապացուցվել։ Երկրորդ, ես չեմ իջնելու նման շահարկումների մակարդակին եւ հակընդդեմ զորեղ փաստեր չեմ արտաբերելու։ Նման գործելավոճը անհարգալից է միասնական պատմական հաղթանակի մեծության հանդեպ։ Հայրենական պատերազմում հաղթել են ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները եւ դա փառահեղ հաղթանակ էր։ Հայերը գիտեն պատմական հիշողության նշանակությունը։ Նախագահի բնորոշմամբ հիշողություն չի նշանակում լծվել վրեժով եւ քինախնդրությամբ, այլ նշանակում է դաս, հակամարտկային գաղափարախոսությունները, մարդատյաց եւ այլատյաց քարոզչությունը, ռազմատենչ ռետորաբանությունն ի վերջո հանգեցնում են պատերազմի եւ անմեղ մարդկանց զանգվածային ոչնչացման։ Ահա այս դասն է, որ մենք իրավունք չունենք մոռանալու, նշեց Սերժ Սարգսյանը։ Հայրենական մեծ պատերազմում մայիսյան հաղթանակի կերտման աշխարհասփյուր հայությունն ունեցավ բացառիկ մասնակցություն։ Հայկական սխրանքների փառավոր ուղին ամփոփված է նաև Մայր Հայաստան թանգարանում։ Մայիսի 9-ի հերոսական էջերն ամփոփող այս հուշակոթողը պատմական հարուստ հիշողությունը փոխանցում է գալիք սերունդներին։ Մայր Հայաստանի գլխավոր խորհրդատուն այցելուների համար շրջայցը սկսում է այս սրահից։ Ազգային 6 դիվիզիաներից 76-րդ հրաձգային դիվիզիան ձևավորվեց 1920-ականներին։ Գեներալներից շատերը, նաև մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը զինվորական առաջին քայլերը սկսեցին այստեղից։ Ջախջախել են այստեղ 330 հազարանոց ֆաշիստական զորքը։
Մասնակցել է Կուրսկի ճակատամարտում, այնուհետև Վիտեբսկ, Պոլովսկ, Բելարուսիա եւ հաղթանակը նշել է արդեն Շաուլայում, հասել է մինչև Պրիբալտիկա։ Հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, որը Նովորոսիիսկից ծովային դեսանտով ափանվեց Կերչի թերակղզում եւ ունեցավ ծանր կորուստներ։ Զոհվեց նաեւ հրամանատար Սիմոն Զաքյանը։ Փառավոր էր 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտական ուղին, որը սկսվեց Հյուսիսային Կովկասում, ավարտվեց Բերլինում։ Թամանյան անվանումը շնորհվեց Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար։ Միակ ազգային դիվիզիան է, որը մասնակցել է Բերլինի ազատագրմանը։ Գեներալ մայոր Նվեր Սաֆարյանը հենց արևմտյան Հայաստանից էր, Արջեսից, եւ նա պատվով մեր դիվիզիան հասցրեց Բերլինի Ռախստագի պատերի վրա գրեցին ապարան Բերլին, լորի Բերլին, շիկահող Բերլին։ Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 600,000-ի, որից 300,000-ը Հայաստանից էին, 200,000-ը Միութենական մյուս հանրապետություններից, 100,000-ը Սփյուռքից։ Հայերը մասնակցեցին գրեթե բոլոր ռազմաճակատներում։ Հասարակ զինվորից մինչև ստորաբաժանման, գնդի, դիվիզիայի, բանակի ռազմաճակատի հրամանատարներ։ Հայերը կռվեցին Բրեստում, բելառուսական տարբեր ճակատներում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում, Ստալինգրադում, Արևելյան Եվրոպայի երկրներում։ Բաղրամյանի մասին էր գիրքը։ Պրոֆեսոր Հարությունյանն իր հետազոտություններում առաջնահերթությունը տվել է հայկական զինված ուժերի պատմությանը։ 40-ականներին հնգամյա տղան տանպատից կախած Եվրոպայի քարտեզի նշում էր, թե ուր են հասել ռազմաճակատ մեկնած հայրն ու պապիկը։ Խորհրդաֆինական պատերազմին հայերը տվել են 4 հերոս։ Հայերենական մեծ պատերազմում հայերը տվել են 99 հերոս, հետպատերազմյան տարիներին 3 հերոս։ Սկզբնական շրջանում 1 ծովակալ եւ 1 ավիացիայի մարշալ, բայց հետագայում հայերենական պատերազմի մասնակիցներից մարշալի կոչում է շնորհվել Բաղրամյանին, Բաբաջանյանին, Ագանովին, իսկ Խուջակով եւ Իսակով մեկը ծովակալ էր, մյուսը ավիացիայի մարշալ։ Պատմագիտության դոկտորը շեշտում է, հայերն ապացուցեցին, որ դա նաև մեր հաղթանակն է։ Պատերազմի սկզբում 26 թուրքական դիվիզիաները սպասում էին ԽՍՀՄ-ի վրա հարձակման եւ խորհրդային Հայաստան ներխուժման ազդանշանին։ Ծրագրվում էր, որ թուրքական զորքերը խորհրդային Հայաստան պետք է ներխուժեն 1942-ի նոյեմբերին, սակայն մի քանի օր առաջ խորհրդային զորքերը Ստալինգրադի մոտ հակահարձակման անցան։ Գեներալ ֆելդմարշալ Պաուլիուսի հրամանատարությամբ 330,000-անոց գերմանական բանակը ջախջախվեց, զինվորների մեծ մասն էլ գերեվարվեց, եւ միայն դրանից հետո Թուրքիան ետ քաշեց զորքերը հայկական սահմանից։ Ռազմաճակատից ուղարկած նամակները մեկ առ մեկ կարդացել է թանգարանի գլխավոր ֆոնդապահը։ Այստեղ պահպանվում է 1500 նամակ։ Հայ զինվորը հաճախ մեկ էջից ավելի միայն թվարկում է ընտանիքի բոլոր անդամների, հարազատ բարեկամների անունները, նոր միայն սկսում շարադրել բարևագրի բովանդակությունը։ Ցանկացած նամակի մեջ տողեր կան, որ շեշտվում են, որ մինչև թշնամու վերջին թշնամու ոտքը չվերացնենք մեր երկրից, մենք չենք վերադառնա, դուք էլ հանգիստ խաղաղ քնեք, որովհետև մենք պաշտպանում ենք ձեր հանգստությունն ու խաղաղությունը։ Պատերազմը Հայաստանով չանցավ, բայց հաղթանակի ձեռքբերման գործում հայրն ունեցան ծանրակշիռ ներդրում։ Հայրի ներդրումը մեծ էր ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում։ Անմար կրակի մոտ դեռևս թարմ են մայիսյան հաղթանակի 70-րդ տարեդարձին խոնարհված ծաղիկները։ 1040 վետերաններից ամենաերիտասարդն այժմ 89, ամենատարեցը 104 տարեկան է։ Կենթանի հերոսներից շատերը պատերազմի տարիների հուշերը գրքերի են վերածում։ Արցախյան գոյամարտում ցույց տվեց, որ մեր կռվող տղաները, որոնք այդ հաղթանակը ձեռք բերեցին, դաստիարակվել են հայնական պատերազմի հաղթանակած սերունդի շնորհիվ։ Մայր Հայաստանի գրքում պատերազմի հերոսներից յուրաքանչյուրի անունն է, հուշագրքում ռազմաճակատից տունջ վերադարձածների անունները, հայտնի մակագրությամբ։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Մայա Խաչատրյան, Մերիկը Ջայան, Արմեն Անդրեասյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։